Ողջույն բարեկամներ, նախ շնորհակալ եմ հետևելու համար։ Ես այսօր ստացա բազմաթիվ ձեր սկրինշոթեր ուղարկացա այն մասերին, որ ինձ է վերաբերվում, այդ հայոյանքներին։ Ես էլ եմ տեսել դա, ես դրա մասին կանադառնամ ես հավաքման ամենավերջում, որովհետև ինքը եւ անձնական է, եւ քաղաքական է։ Ես չեմ ուզում հիմա հիմնական նորությունները թողել, ընկնել այս կարգի երկրորդական բանի մասին խոսել։ Եվ եթե մարդկա չգիտի, ուղղակի սկզբից ինձ մեղադրում են, որ ես չափազանց շատ եմ խոսում դոգի մասին, շատ եմ մտահոգված, իսկ իմ ընկերներով մտահոգված չեմ։ Դե հարց ու պատասխան տակը վերջում հեղինակը, որին հետո կասեմ, գտրա որ երկուսս էլ, ես էլ Վարդան Ղուկասյանն էլ։ Ինչ որ մի բանի տղա ենք, բառացի գրել է, ու նաև գործական։ Պատկերացնում եք իմ արձագանքը հիմա։ Բայց ես ուզում եմ հաղորդման վերջում այս մասին խոսալ, անուն ազգանունով ոչ մի բան թաքուն չի, դուք էլ կարող եք նաև պաուզան տվեք, տեսեք ում մասին է խոսքը։ Այսօրվա հիմնական նորությունները անցնենք հələ մի հատ։ Այսօր այս տխմարակույտը գնացել էր բան, Վրաստան, ու ոչ ավել ոչ պակաս ինքնաթիռով։ Մի բան էլ ասեմ, էլի մեկ-մեկ ինձ որ գրում եք ախր բանը, մեկ-մեկ կոպիտ են, բան սրանց չի կարելի այդքան վիրավորել ժողովուրդ։ Սեյական մարդասպանների որակին, ոհմակին դուք adekvat բառ գիտեք, որ ինքը նորմատիվային բառարանի մեջ է։ Ես հələ նորմատիվային բառարանների մեջ եմ ասում, տերմինոլոգիայի մեջ է, ամբողջ նորմատիվային, այսինքն սրանց ուրիշ ոնց կարելի ասել։ Մեծանց դեմքերին նայեք, այս պարտված, այս ոչնչություններին նայեք, այս վախեցած դեմքերով, սրանք օդանավով կառավարական 2 ժամ ճանապարհ է ստեղից մեքենայով։ Այս ստեղից չէ, նկատում եմ Երևանից Թիֆլիս։ Այն էլ իրենց համար 2 ժամ, որ կամերանայի տակ չկա, չեն կանոնում։ Մի խոսքով, բայց իր ոհմակը պետքա կառավարական բանով գնար, ինքնաթիռով գնար։ Ինչ որ է, գնացին հերթական անգամ պարտությունը կերան ու հետ եկան։ Այս սրանք պարտության ու խայտարակության սիմվոլ են, իրանք մանմնացում են դրա։ Ու եթե դուք նայել եք, սրանց դեմքին նայողներին, ուրիշ բան չի ներշնչում, սրանց դեմքի արտահայտությունը, սրանց ներկայությունը, մարդատիպը դուք մի հատ նայեք, հələ, դուք մի հատ նայեք, ասենք, սան տեսեք էլի։ Սա պաշտպանության նախարարն է։ Ինքը ասում է, սա այն գործառույթը չի։ Պապիկյանը պատմում է բանակում թոքաբոլբի հետևանքով մահացած զինծառայողի առողջական վիճակի հարցերով պատշաճ չզբաղվելու մասին է տված հարցը, դու սա վիճակը նայեք, ասում է, այդ իմ գործառույթը չի։ Իր գործառույթը չէր պարզաբանել, ինչպես 15 զինվորները սպանվեցին, վառվեցին կամ վառվեցին հետո սպանվեցին, դա իր գործառույթը չէր, նույնիսկ դեպքի վրա չգնաց։ Թոքաբոլբով բանակում բանա մահանում, զինվոր մահանում, դա իր այլ գործը չի։ Ժողովուրդ ջան, այս որակով մարդը, երբ որ պետության ղեկինը ինքը բերում է այդ որակի հետևանքներ, սրանք կարող են միայն մահ ու կործանում ապահովել։ Ցանկացած հիմնարկ կլինի, եկեբան կլինի, երկիր կլինի, կոլեկտիվ կլինի, համակարգ կլինի, դուք հասկանում եք, որ իրանք ասոցացվում են, ոչ թե միայն ասոցացվում, իրանք այդպեսին են, այսինքն իրանք մտավոր, հոգևոր, այս բոլոր հնարավորությունները տանում է դեպի մինուս, դեպի կործանում։ Ինչու՞ սա նորից շեշտում, որովհետև հեսանտրություններ է Գյումրիում։ Դա մասին իհարկե խոսալու ենք, բայց սրանց նայեք, սրանց ոնց կարելի է ընտրել ու սրանց հավատալ։ Սրանք իրենց ամբողջությամբ, ասում եմ, գնացել էին, հասել էին Վրաստան, որ 6-ով 1 պարտվեին։ Ու որ դեմքների նայում ես, ես եմ ասում, այս սրանց երկիրը ուրիշ ձև չէր կարող լինել։ Նայեք Վրաստանի վարչապետի, ես ոչ թե իրան գովալու եմ, ուղղակի բան, նկարագիր, հանգիստ, ժեստիկուլյացիայի մեջ, ազատ, հագուստի մեջ, ազատ, ինքը ազատ։ Ինքը ես չեմ ասում ինքը դեմոկրատա կամ ղեկավար է, դրանք մասնագիտական հարցեր են, որ ես այնտեղ չեմ մտնում, Վրաստանը իմ խնդիրը չի։ Բայց այս մահաբերներին նայեք ու հետևի կանգնած մահաբերներին նայեք։ Այս դեմքով մարդիկ ուրիշ բան չէին կարող անել։ Մենք սրանց շատ դուրս պետք է վերաբերվենք։ Արժևում ընտրությունները։ Եթե չենք ուզում ապստամբենք,
Ընտրությունները պետք է փոխվի, չէ՞։ Էս էլ ինքն է։ Հայաստանի իրավասու կառույցների ղեկավարները վստահեցնում են Ադրբեջանի հարձակման հավանականություն չկա։ Սա այն մարդն է, որ ասում է զինվորի մահանալը իր իրավասության մեջ չի, բայց ինքը այս մարդը որ ոչ մի բանի վրա պատասխանատվություն չի կրում, ոչ մի բանի համար չի վերցնում իր համար։ Ինքը ասում է իրավասու կառույցները, ով այդ իրավասու կառույցները, որ Ադրբեջանի հավանականություն կա։ Այսինքն մենք պետք է նստենք, հա, խատուտիկի թերթերը պոկենք, կհարձակվի, չի հարձակվի, կհարձակվի, չի հարձակվի։ Պաշտպանության նախարարը եթե նման բան է ասում, այլ ոչ թե ասում է անկախ նրանից ինչ են որոշել, մեր բանակը պատրաստ է հակահարված տալու։ Սա պետքա լիներ պաշտպանության նախարարի խոսքը։ Սա միակ ուրիշ բան պաշտպանության նախարարը իրավունք չունի խոսալու նույնիսկ։ Ինքը քաղաքական գործիչ չի, ինքը ոչ մեկա։ Իր մի հատ ֆունկցիա ունի, մի հատ պաշտպանի երկրի անվտանգությունը։ Դրա համար կա բանակ, դրա համար կա փող, դրա համար ինքը աշխատավարձ է ստանում։ Գուշակել կառույցներ, հետո այդ որ կառույցը սխալ զեկուցեց, կանխատեսել էր, լսեք, ասում եմ, սա լոտո չենք խաղում։ Լոտո չի, ամենասոսկալին գիտեք որն է, որ Հայաստանում իրենց համարող բանական մարդ կա, որ այս ամեն ինչին լուրջ լսում ու գլուխը տնբացնում է։ Լուրջ լսում է գլուխը տնբացում է։ Ու դուք ուզում եք, որ ես այս որակին, այս կարգի մարդկանց այդ չնայած ես նորմատիվայից բառարանից այնքան բան չեմ օգտագործում։ Ուզում եք ես իրանց վատ բան չասեմ։ Հնարավորինի մեջ։ Ես իրանց չասեմ, իրանք ով են։ Մարդուն բան չանես, էլեկտրաշոկ չտաս, ասես դա մի հատ արթնացի, այ ընկեր։ Էսում ես սանտրալ, էսում ես աջակցում, էսում ես հանդուրժում։ Չասես։ Դուք պատկերացրեք, դուք նայում եք, ասենք ինչ որ երեխա խաղալիքով գնում է, բայց մեքենաներ են գալի։ Դուք պետք է նայեք, ասեք, չգոռամ երեխեն կբախեն, հա։ Դուք չեք վազի փրկեք այդ երեխուն։ Հա։ Այ հիմա նույն բանն է։ Ասում են, թող ոչ իզո գնա։ Թող մի գոռացեք, կոպիտ բառը մի ասեք, հանկարծ կարող ներվեն։ Ինչու մեկը պատկերացնում է, ինչ է նշանակում իմ համար ամեն անգամ այս բանի մեջ մտնել, այս իրականության մեջ մտնել, դուրս գալ առանց լիցքաթափվելու։ Չնայած ասելով էլ մենք մեր չենք լիցքաթափվում, բայց հասկանում եք, ուզում ես իրականությանը բնորոշ գույներով ու բառերով, չէ՞ նկարագրել։ Մարդ հասկանա ինչ է։ Մարդը մինչև չի տեսնում, մինչև չի լսում, ինքը չի հասկանում ինչ է։ Հիմա տենց են, շատերը տենց են։ Հա նկարիչ լինեի, կնկարեի։ Բայց հիմա մենք բառերով ենք, չէ՞ փոխանցում։ Նյութը ցույց եմ տալիս, հա հայացքը ցույց եմ տալիս, ըմր նայեք։ Էսա բանակի ղեկավարը ասում է, հարձակման հավանականություն կա թե չկա։ Այ ոչ չասես, այ քո ֆունկցիան մի հատ է պաշտպանությունը ապահովել թքած ունենալով եւ կհարձակվի եւ չի հարձակվի։ Դու հələ պետք է նախահարձակ լինես։ Կա պրևենտիվ հարվածների ինստիտուտ, կանխարգելիչ հարվածների գործողությունների պրակտիկա։ Դու այ ես ծնունդով ու բովանդակությամբ։ Հիմա ոչ ասեմ, ասեցի։ Բայց ես սրա համար կոմպլիմենտ է։ Սա պաշտպանության նախարարությունն ասում է հարձակման հավանականություն կա թե չկա, հա հարձակման հավանականություն միշտ կա, այդ պատերազմող թշնամի երկիրը ինքն էլ ամեն օր ասում է։ Քո պարտքը միակ մի բանն է, որ բանակը պատրաստ է ցանկացած հարձակման։ Վերջ։ Դու ուրիշ խոսակցություն պետք է չլինի։ Մոտիկ են գալի, դու պետք է միանգամից սրմբակոծես, որ սահմանիդ մոտիկ են չանցնեն։ Ոչ թե վրետ կրակեն գան երկրիդ մեջ նստեն։ Քո անասուն շտաբի պետն էլ ասին, լրագրողին ասի, բանշի ավտոմատը քեզ վերցնեմ գացից պաշտպանես, հա։ Իմ համար հանգիստ ապրում է, էլի ասած։ Ոնց ասել։ Այս դերին նայեք ինչ առաջարկում։ Ասում է, առաջարկում ենք, որ ստորագրենք, հենց ստորագրեցինք, այն կհանրայնացվի։ Սա ամբողջ կյանքը տենց է։ Բերե փաստի առաջ է կանգնել։ Ես ինչ անեմ, ես 35,000 մարդ եմ պետք է։
35,000 զինվոր չի եղել Արցախում։ Ինքը ամեն ինչ տվել է, ասում է, ես փրկեցի։ Հիմա նույն բանն ասում։ Ստորագրենք։ Հետո կանոնացնենք։ Այս հրեշը, այս սատանան։ Որ դուք նայում եք այս նկարին, ինչ եք տեսնում ժողովուրդ։ Ես հրեշ եմ տեսնում։ Իրոք հրեշ կոստյումի մեջ նստած։ Հրեշ, որ 7 տարի է սնվում է հայի մսով եւ արյունով։ Եթե ցնցվում եք այս բառերից, ցնցվեք։ Սա իրականությունն է։ Սա իրականություն է։ Այս հրեշը, տեսնում եք, մեր բոլորի բարեկամների, հարազատների, սերունդների մսով եւ արյունով սնվող հրեշը։ Սա ոնց կարելի է հանդուրժել։ Սա ոնց կարելի է ձայն տալ, սա ոնց կարելի է բարև տալ, սա ոնց կարելի է արդարացնել, սա համար ոնց կարելի է քարոզ անել։ Իսկ դրանք կան, ես դրանց էլ եմ ուզում ասեմ։ Ես ես տեսնում եմ, դուք իմ բոլորդ, այդ թեթև քննադատող, թեթև բան, դրանք իմ համար հաշիվ չի։ Ով չի ասում, որ սա Հայաստանի Հանրապետության թշնամին է, հանցագործ, մարդասպան սերիական, թշնամի, դավաճան։ Այդ թեթև քննադատությունը տարեք ուրիշ տեղի համար պատրաստեք։ Դուք բոլորդ համախառն իմ համար գնում եք նույն հոդվածով կոլաբորանտ, որը սնում է այս հրեշի ախորժակը, որը փափուկ բարձ է դնում ժողովրդի գլխի տակ, որ սա հագենա իր արյան ծառայից։ Հա, քանի որ ես բան եմ, ագենտ եմ, ագենտները դες խոսքեր ունեն, բաներ ունեն, էլի, անդադ այդ մասին խոսալու, հակումներ ունեն։ Ես չեմ կարող արդեն չխոսամ, շտապում եմ, որ հասնեմ հիմնական այսօրվա թեմային, էլի, բայց այն չի կարա շանադառնային։ Հիշում եք սա։ Ուղղակի ասում եմ, մենք հաղթելու ենք, ես վստահ եմ, որ հաղթելու ենք։ Ես երբեք չէի ասի այդ բան, եթե ես ինքս իմ մեջ վստահ չլինեի։ Ես Հաշիվ ուժող չկա ասանից։ Ասեմ, որ չկա։ Ասեմ ավելին, մարդ կա, սա այդ հարցազրույցներ է անում։ Մարդ կա, ասան Ոբշեմ ասում եմ ճիշտ է սադել։ Ուրիշ բառերով ասեմ, ինչ արել ես մեր գլխին, այս ազգի գլխին, ճիշտ է սադել։ Այ այսենց 44 օր, արա հաղթելու ենք, ես ընդեղ էի։ Տենում եմ մեր տղեկ, առուց տղեկ ինչ են անում։ Մեկ էլ մի օր փախնում է եթերից, ու այդ հրեշը ներս է գալի, այս հայացքով ասում է բդի ստորագրենք տանք, 35,000 մարդ փրկենք։ Մնացածն էլ պիտի տանք, ուղղակի պիտի տանք, որտեղ պիտի մերը չի։ Ես որոշել էի դա դեռ 2018-ին ուղղակի ժամանակ չկար ասելու։ Հարցումը դրա համար է։ ասում եմ, մենք հաղթելու ենք, ես վստահ եմ, որ հաղթելու ենք։ Ես երբեք չէի ասի այդ բան, եթե ես ինքս իմ մեջ վստահ չլինեի։ Դրա համար բոլոր արտոնությունները իշխանությունը ունի։ Այսօր է իրական Հայաստանի, Նիկոլյան Հայաստանի քարոզչությունն է։ Մեծ էս որ պետք է 44 օրյան հաղթել, 5 տարի առաջ ինքը արդեն հաղթել էր, այսօր այդ հաղթած տարածքի 1/3-ի մնաց ներողություն 70%-ի չգիտեք ինչ իշխանություն թողեն տակը, հա։ Այդ Հայաստանի մասին է ինչ որ դիսկուրսներ անում Փաշինյան Նիկոլի հետ։ Այն հաղթող տղեն է որ հաղթել է արդեն։ Վերջ հիմա ինքը հրաժարվել է։ Ինչ որ Նիկոլի բանա ստեղծած օրակարգով իբր իր այդ բան են անում։ Քննարկումներ են անում։ Այն երեխեքին որ սպանեցին, վառեցին, ձեզ հիշեցնեմ, առաջինը սան ուղարկեցին հանրայինի եթեր, սրանին, Սարգսյան Կարենին, մեն դատախազության աշխատողին, որ արա գարակ մի հատ բան արեք։ Մի հատ ժողովրդի աշկին թոս փչեք։ Սուկյան իրա մի կես լիտր բենզինով են վառվել։ Դե բա ինչ պետք վառվեին էլի լակոտները դպրոցում լավ չեն սովորել։ Ընդհանրապես Հայաստանում հանրային գիտակցությունը լավ չի աշխատում, դրա համար պետք է մեռնեն ու վառվեին։ Այդ ամբողջ բանը, այդ հաղորդման իմաստը դա էր, որ Պետրոսով բանով պետք է ապացուցեին, որ դա հնարավոր է 15 զինվորը սապյոր, սակրավոր, որոնք չեն թողել ադրբեջանցիները առաջ գային, այդ համար էլ վառեցին, սպանեցին, հետո վառեցին։ Բայց այդ գործի ծածկը դպոցը ծված էր սրանց։
Եմ հասկանում եք, ես ինչ դեր ա ունեցել այս ամբողջ ժամանակ։ Սրանք փաստեր, ասան կարծիք չի, սրանք բամբասանք չի։ Դրա մոդել լրիվ արտոնություններ ունի։ Ու այսքանից հետո Հայաստանում կան մարդիկ, որոնց սրան բարև են տալի, ծնունդ են շնորհավորում, հարցազրույց են վերցնում, ոչ մեկ չի ասում։ Անառակի որդի, քեզ լսելով, ոգևորված, մենք մեր երեխեքին, մենք, հարևանս, ընկերս, բարեկամս, առանց զինվելու, առանց պատրաստվելու, վստահելու հաղթում ենք, ինքնամոռաց լծվել ենք ճակատամարտի։ Մեզ չեն ասում, որ մեզ կոտորում են, որ մենք ավելի պատրաստված կանոնավոր գնանք, այն ժամանակ էլ հարցնենք։ Ճիվաղացին, այդ ինչի մոբիլիզացիան կանգնացրեցիր, ինչի կանոնավոր բանակը չի մասնակցում մարտերին, Ես ասում եմ, կարիքը չկա, տղեկը ջարդ փշուր են անում։ Պես մարդում Հայաստանում ոչ մեկ ձեռք չի բռնում, հարցը տա։ Դու բազմահազար երեխեքի սպանողների հեղինակներից մեկն ես, դա պատասխանը դու ո՞նց ես տալու։ Երկու մանրամասն ընդհանրապես սրանց դատից, թե սրանց ոնց են հանձնել։ Սա ինչ եմ ասում, որ օրինակ Փաշինյան Նիկոլ, Պապիկյան Սուրեն, Արցախում եւ մնացած թուլատները հասկանան, որ մի օր նույնը իրանց է սպասում։ Եվ այսպես հաղթում ենք, հետո բերեցին ռուսին դցեցին անդե, վերջ Ռուսաստեղը մեզ ձերտվող չկա, ինչ տալու էր տվեցինք, մնացածը հետո կտանք, բայց Ռուսաստեղը մեզ ձեռ չեն տալու, ինչ են անում սրանց, այն նույնը ձեզ է սպասում։ Եվ այսպես 23 թվականի սեպտեմբերի վերջերին, երբ Արցախի երկու նախկին նախագահները Կարեն Շահնամանյանն ու Կարեն Սարգսյանը, Կարեն Շահնամանյանը Սամվել Շահնամանյանի աղբերն է։ Փորձում են դուրս գալ Ստեփանակերտից, ադրբեջանցիները նրանց կանոնավորում են եւ տեղափոխում են Կարեն Սարգսյանի առանձնատուն։ Պատկերացնում եք։ Ադրբեջանցիները կանոնավորում են ու տեղափոխում են Կարեն Սարգսյանի առանձնատուն։ Նույն ժամանակ Հակարիում ձերբակալում են Արցախի տնօրեն Արարատ Մելքումյանին եւ պետնախարար Արտուր Հարությունյանին, նրանց տեղեկացնում են, որ տեղափոխելու են Բաքու եւ այսպես։ Ադրբեջանական կողմը խախտում է արցախյան կողմի հետ եւ լախում ձեռք բերված պայմանավորվածությունը։ Այնպես որ սրանք խախտելու վիրտուոզներ են, Նիկոլ, քեզ ինչ խոսք են տվել։ Քեզ մենակ մի բան է սպասում, չէ բոլորին է, բոլորի հետ է պատահե, ովքեր հավատացել են Թուրքին։ Սեպտեմբերի 22-ին տեղի ունեցած հանդիպման եւ դրան հաջորդած շփումների ընթացքում Ադրբեջանը ներկայացել է վերջնագիր 5 պաշտոնյաների ստանալու դիմաց մյուս Արցախի հայերը կարող են հեռանալ Հայաստանի Հանրապետություն, իսկ նրանց փաստաթղթային ստուգումը Հակարեի կամուրջի մոտ հեշտացված կարգով է լինելու։ Ահա այդ պայմանավորվածության արդյունքում են նաեւ մի շարք պաշտոնյաներ եւ երևելի դեմքեր անցել Հակարին, այդ թվում Սամվել Բաբայանը։ Պնդումները թե Բաբայանին չեն ճանաչել կապի դեպքը փոխել հայկական իրականության հետ կապ չունեն։ Ցանկացած դեպքում Ադրբեջանը կարող էր նրան նույնպես ձերբակալել եւ տանել Բաքու։ Այսինքն ըստ ասում է Դավիթ Բաբայանը ինքնակամ է հանձնվել, Ռուբեն Վարդանյանը ձերբակալվել է Հակարիում։ Լավ, մնացածը իրական չի։ Սա կարևոր գիտեք ունա, բանալի բառը։ Պայմանավորվածությունը խախտելն է։ Մեկին բռնել են, մյուսին ուղարկել են, փոխանակել են։ Փոխանակելը ես պետք է ասեմ, KGB-ի աշխատանքում սա բավականին, քանի որ ես ագենտ եմ, գործակալ եմ, ես լավ գիտեմ։ Ուրեմն KGB-ի պատմության մեջ լավ ուսումնասիրելով բոլոր հատուկ ծառայությունների աշխատավոճը ասեմ, երբ որ մի ագենտ ժամկետ անցնում, արդեն ինքը բան պետք չի, այն օգուտ չկա։ Նորերին ծածկելու համար, փրկելու համար հիմնականի ժերպա են տալի։ Այն նորերին, ասենք Սամվել Շահրամանյանի մնացածի նման, ուղարկում են գործողությունների իրականացման Հայաստան։ Ինչի փոխանակեցին։ Այս ժամկետ անց արդեն սրանց ոչ մեկ չի վստահում, վստահություն չկա, սրանց նկատմամբ ատելությունը շատ է, Այսինքն ոնց էին Սերժիկին ու Քոչարյանին օգտագործում Նիկոլի ռեժիմը պահել համար։
Մտածելն է, ոչ մի մենտալ բան չկա։ Ընտրում են ամենայն բաներին, չսիրված թիրախներին, դրանց տակ ծածկում են իրականում, այն ինչ որ պիտի անեն։ Որովհետև ասում տեսեք, այս հրեշները ընդեղ են, այնի լավն է, այն Նիկոլը որ լավն է։ Դե լավի մասին ոչ մեկ չի բանան, չէ՞, լավից այդ չակերտավոր լավից ոչ մեկ սարսափելի ու վտանգավոր բաներ չի սպասում, չէ՞։ Ֆոկուսնիկի բանն է, էլի որ ուշադրությունը պահում են, ստեղ ընդեղ անում են, այն ինչ որ պետք է, հետո ասում են ֆոկուս։ Վուալյա։ Եվ այսպես։ Շատ տարածված պրակտիկա է։ Պայմանավորվում են մի բան, հետո վերջի վարկյանի կարան փոխեն, ասեն, այս մի պայմանը ավելի լավ է, այս մեկը ավելի լավ է։ Գնա, էսի մնա, սանել տանում եք։ Այս մեկն էլ վերջի վարկյանին կարա պայմանավորվածություն խախտի, հայկական կողմից, նրանց կողմից։ Ասիլիքս ինչն է, Նիկոլ։ Ձեզ ինչ խոսք են տվել, Արծրուն, Սուրեն Պապիկյան, անե չգիտեմ, Օմեգա, ձեզ ինչ խոսք են տվել։ Չի լինելու։ Որովհետև այդ բանի պրակտիկայի մեջ հազարավոր գրքեր կան, դոկումենտալ, դրեք կարդացեք։ Այդ պրակտիկայի մեջ խոսք պահել, պայմանավորվածություն պահել, դրանք միայն հիմարների համար է ֆիլմեր նկարելու ժամանակ։ Այսինքն մարդուն պետք է սյուժե, չէ՞։ Սյուժե։ Իրական պրակտիկայում դուք ապրանք եք։ Գործական այս մեկը արդեն բան չունի։ Օգտակար գործողության գործակիցը իջել է։ Փոխեցինք։ Այս գործակալը նոր է, իրան չեն ճանաչում, էֆեկտիվ է եւ այլն եւ այլն։ Ինքը մտավ խաղի մեջ։ Վերջ, դուք արդեն այն վիճակում եք եւ ավելի վատ։ Ինչ որ, ասենք 5-6 տարի առաջ Սերժն ու Քոչարյան Ռոբերտն էին։ Հիմա ձեզ այս հրեշացած վիճակում պահելով, հեսա փորձելու են տակից նորին աճացնել։ Այստեղ է պետք նաեւ զգուշումներ, այդ նորը ով է լինելու, ում են ուզում աճացնել։ Հազարად հնարավոր տարբերակներ ունեն։ Իրանք այնքան մարդ ունեն, այնքան աճեցնելու տարբերակ ունեն, որ պետքա ոչ մի բանի վրա չզարմանալ։ Ուղղակի պատրաստ սпасել X բանի։ Երբ որ դու զգաս, հոպ, իր խոսածածը չի անում, ում որ բերել են, չմտածեք, որ Հայաստանը բան է ընտրելու, էլի բերելու են։ Հայաստանը ոչ մեկին չի ընտրել։ Հենց առաջի պայմանը խախտեց, վզակոթին տալա պետք։ Անկախ նայած ազգանունը ով է։ Ով է անկախ նայած ազգանունը։ Մենք նույն սխալների միջով իրավունք ունենք նորից գնալու։ Սա ապագայի համար, բայց հələ պետք է մենք սպասենք։ Եվ այսպես մի ասես բանա բուծե, ստեղ բուսնել։ Հարցումը կարիք կա հերթով եւ փաստերով հիշեցնել բոլոր միակողմանի բանավոր եւ գրավոր զիջումները։ Իշխան Սարաթելյանն է հարցնում։ Հարցումը կարիք կա։ Լուրջ ես ասում։ Կարիք կա, գիտես։ Կարիք կա հիշեցնես ու ես էլ կասեմ, բա դու ինչ խոտ էիր ուտում պարլամենտում նստած։ Հիշացրա, որ ես էլ քեզ հիշացնեմ։ Ու հիշացնեմ մի բան էլ եւս։ Ինչքան Նիկոլն է հանցագործ, այնքան դու հանցակից ես, որովհետև դու այդ համակարգի մեջ ես աշխատում։ Սաղաթելյան իշխան։ Այնց որ այսօր իբր դու Նիկոլ ես քննադատում, դու դեռ չդարձար իմ բարեկամ։ Իմջելուց ասեմ, դուք ամեն մի Նիկոլ քրֆողի լուրջ մի ընդունեք։ Նիկոլին քրֆելու համար ամեն մարդ իր պատճառը կունենա։ Մեկը բիզնես է կորցրել, մեկը բիզնես է ազում, մեկին խոսք են տվել, չեն տվել։ Հազար մի բան կլինի։ Մեկը հատուկ անում որ ասի ես իր կողմից չեմ, բայց ինքն էլ են պահվողն եւ իսկ նեք կարևոր իսկ թվում է կարևոր զանգը պատասխանը կարող ձեզ տեղեկություն ունենամ ասելու։ Այո, զանգը կարևոր է, բայց այն ինչ նորություն սպասում է դեռ չկա։ Որոնք ասեմ, մի խոսքով Իշխան Սաղաթելյան վերադառնամ քեզ։ Ինչ որ Նիկոլն անում է ձեր հետ համաձայնվեցված եւ ձեր օգնությամբ։ Ձեր բոլոր ինչքան բանում ազգային ժողովում նստած падգամավոր կա։ Հիմա այս այդ падգամավորների, ընկերներին, բարեկամներին եմ նորից ասում։ Տղաներ եւ աղջիկներ, բարեք իրար չվիրավորենք, իրար չխաբենք։ Կներեք, դուք մեզ ապուշի տեղ մի դրեք ուղակի։ Դուք չեք կարա լինեք դժգոհ Նիկոլից եւ ձեր ընկերներն ու ընկերուհիները լինեն ազգային ժողովում։ Եթե դուք իրոք դժգոհ եք Նիկոլից, ձեր ընկերներին ու ընկերներին քաշելով վզներից բռնած հանեք ազգային ժողովի։ Թող իրանց մանդատները ցուցադրական վառեն։ Հա, եթե չեք ուզում այս տականքը բան ստորագրի, դա տարբերակ է։ Մնացած հեքիաթները, այդ որ կախում եք պետականներից, դա պետք չի մի վիրավորեք, էլի։ Տեսեք ասում եմ, ցանկացած այս կաշկի սուտ իմ համար վիրավորական է։ Իմ գիտակցությունը վիրավորվում է։ Ես եմ մարդկանցից չէ որ հանգիստ լսեմ սուտը, երբ որ գիտեմ ճշմարտությունը։ Հանգիստ խաղաղ ժամանակ, այո։ Հիմա մենք գտնվում ենք շատ
Ինչ ասեմ, դու գիտեք ինչ վիճակի եմ։ Էքզիստենցիալ է, մեր լինել չնելու հարցը։ Ստեղ այդ ռևերանսները, այդ ճոխությունները ես չեմ կարող թույլ տալ։ Հանգիստ լսեմ այդ սուտը։ Չէ, ամեն մի սուտ օրական կրճատում է մեր պետության, մեր պետականության կյանքը։ Այնպես որ ովքեր դժգոհ են Նիկոլից եւ ընկեր ունեն падգամավորության մեջ, նշանակում է իրենք իրանց բոլորից մեզ խափում են։ Գնանք առաջ։ Այս ընկերը լավ առաջարկ անում, ես միանում եմ, որ այս տարի ապրիլի 24-ին ՔՊ-ի դրոշը եւս պիտի այրվի։ ՔՊ-ի դրոշը Թուրքիայի դրոշի հետ, տեսեք, ես միշտ դեմ եմ եղել դրոշ այրելու։ Ինչի՞։ Որովհետև երբեք չեմ հասկացել, որ դաշնակներն ամբողջ տարին քնում են, մեկ էլ ապրիլի 24-ը գալիս է, որոշում են հիշեն, որ իրանք բանեն, հայրենասեր են, հա, բայց միշտ սպասարկել են բոլոր հայրենադավ իշխանություններին։ Առ այսօր սպասարկում են։ Առ այսօր կուսակցության բնությունն է այդ։ Միշտ դեմ եմ եղել, որովհետև ինչ բանը այդ անպաշտպան դրոշը ինչ պիտի անի ցես։ Ինքը չի կարող պատասխան տալ, չէ՞։ Չի կարող, ինչ իմաստ ունի, բանա։ Շատ էժան ինքնահաստատվելու ձևը։ Բայց այս տարի, եթե Թուրքիայի դրոշի հետ վառվի ՔՊ-ի դրոշը, 2, 3, 4, 15-0-ով բանը ես ծափ կտամ։ Սա եթե Հայաստանում դժվարություններ լինի իրականացնելու, որտեղ գիտեք, Հայաստանում Ենիչերեական համակարգը, որ նաև կոչվում է ոստիկանական համակարգ։ Դրանք ազգություն չունեն, դրանք բանը թրքի դրոշ, կարող է թուրքի դրոշն էլ չթողեն ձեզ վառել։ Էլ չեմ ասում ՔՊ-ի դրոշը։ Դրանք ավելի շուտ ինքնասպան կլինեն, քան կթողեն, որ դրոշը վառվի։ Բայց Սփյուռքում այս Սփյուռք ուրիշ հարց է։ Սփյուռք ջան, եթե իրոք այս ամեն ինչը ձեր սրտով չի, եթե իրոք դեմ եք, հեսա մի հատ կարծեմ հենց հաջորդն է, նյութը այս մասին խոսելու եմ։ Եթե դուք իրոք դեմ եք ինչ կատարվում ամեն հետ, իրականացեք ՔՊ-ի եւ Թուրքիայի դրոշների համատեղ այրման ակցիա։ Ես ձեզ առաջարկում եմ։ Հա, եթե կուզեք նույնիսկ կոչ եմ անում։ Սա կլինի ՔՊ-ի լավագույն իլյուստրացիան, նկարագրությունը, որ սրանք տեսնեն, որ իրենք ասոցացում են թուրքերի հետ եւ իրենց այդ դրոշակները վառվում են միասին։ Սա շատ հետաքրքիր կլինի։ Իսկ Հայաստանում որքան է դա հնարավոր իրականացնել, ես չգիտեմ, ես արդեն ասացի մոտարապես ոնց եմ սպասում, հա դա, որ այն շարքային ոստիկանը վախից ինքնասպան կլինի, հանկարծ շեֆը չկանչի ակաժները քաշի, հա, կամ կթողի նույնիսկ թուրքի դրոշը վառել։ Չեք հավատում, չէ՞։ Մենք չենք հավատում, որ դա լինելու է մեր։ Այս տարի կտեսնենք ինչ է լինելու։ Էլ չեմ ասում ապրիլի 24-ը, դա հիշեք, որ բան չի։ Ցեղասպանության օր չի, դա պահանջատիրության օր է։ Այդ օրը պետք է վերափոխել, ոչ թե սքի լացի։ Այո, դա ցեղասպանություն իրականացված սկզբի օր է, բայց դա պետք է վերափոխել պահանջատիրության օր։ Պահանջատիրության։ Լավ։ Իսկ որ ասում է Սփյուռքի մասին, ես այսօր նամակ ստացա, ես ուզում եմ լավ, ես բանավոր ասեմ։ Բանավոր, հələ փոխսեմ տեսնեմ կարող եմ ես դնել դուք ինքներդ լսեք մի հատ, նաև ձայնային հաղորդակցությունը։ Անուշիկ ջան, թե առաջնորդան եւ թե գետրոնական խորհուրդը մերժեցին ստորագրել քո ուղարկած տեքստը, իրենց բաժանաբանությունը այն է, որ մենք գերմանացիներն որոշ բաներ չենք գնալ բանջել, որ մենք մեր ասկեն կբանջենք։ Անուշիկ Վերջ, ես չգիտեմ լսեցիք թե չէ, ես հիմա ասեմ, որ ուրեմն կենտրոնական, հա, խորհուրդ ասեց մի խորհուրդ, եկեղեցին, ասենց ասեմ, Գերմանիայի եկեղեցին իր խորհուրդներով հրաժարվել է ստորագրի այն նամակը, որը ուղարկված է Գերմանիայի կառավարությանը, որով հայկական համայնքները ներկայացնող կազմակերպությունները պահանջում են հակառակ Հայաստանի Հանրապետության կառավարության ցանկության այցելել Ծիծեռնակաբերդ, որովհետև ռեգլամենտից Ծիծեռնակաբերդի այցելությունը հանած է։ Եվ այսպես, ես որ ասում եմ, կան, որ ներվում են, փախնում են, եկեղեցին, Գերմանիայում գտնվող հայկական եկեղեցին, փախավ։ Փաստ, մենք վաղը կամ մյուս օրը կունենանք ամբողջական ցուցակը, թե ովքեր են միացել հայտարարությանը եւ ինչ ովքեր են մնացել մերժողների ցուցակում։ Ես անպայման կներկայացնեմ ձեզ։ Սա նայենք այսօր իմ լավ բարեկամ
Լեոնարդությունը երկար վիդեո է ձայնակ դեսում եմ կարճ մասը ցույց տամ վերջի հիմնական մասը տեսնենք ինքը ինչ կոչ է անում Մխիթարյան Ռուբենին այս վերջերս տարան բան են կարևորել այն մի մարտուն անունը այն մի տեխնացիոն հա մարտունին ինչ-որ շիբինի պահով ինչ-որ բաներ են ասում դե մի ամիս առաջ Վարդան Ղուկասյանի շատ կոպիտ ոչ մեկին չեմ ուզում բան անեմ ուղղակի փասն եմ արձանագրում այս մարդկանց ձեռագիր են այդ միշտ ինչ-որ մեկի վրա բան են կարում որ իրանք առաջ գան ու կարծում եմ այս կառավարությունը գիտեք մանավանդ որ 100 տարի առաջ սորոսական չէր բաներ մասոներ եկավ Գյումրի անունը չեմ էլ ուզում տամ աղոհացով թուրքին դիմավորեց բայց այդ արեց մի հոգի չէ մի հատ է ինքը հատ է այդ տեսակետ չի կարելի հոգով խոսալ այդ դավաճանը աղոհացով թուրքին դիմավորեց բայց դուրս եկավ Գյումրեցու անուն ասեց այսօր արգումենտ է բերում Գյումրեցին թուրքերին աղոհացով է դիմավորել չէ Գյումրեցիք շուտով Չթողեք այդ կրկնվի մեկ անգամ ես Գյումրի, որտեղ սրանք քանի որ Թուրքիան Գյումրիի մի քիչ մոտիկ է, սրանք որոշել են Թուրքին մեկ անգամ եւս աղոհացով դիմավորեն։ Իրանց անունը անցնելու է գնա, բայց այլու ասել են, Գյումրեցին երկրորդ անգամ Թուրքին աղոհացով դիմավոր։ Գյումրեցին այդ մարդը չի։ Գյումրեցին փասուկ ունի, նամուս ունի, հետել են ուզում ձեր ձեռից տանել։ Տեր եղեք այդ ամեն ինչին։ Հա, ինչ է ուզում ասել։ Խոսքով ԿՊ-ն մեր քայլականները դուք թողեցիք այն ժամանակ, որ չգիտեք մեզ ինչ է սպասում։ Նույնիսկ երևի դրանց նորմալ ճանապարհել եք, երբ որ ուզում էին մինչև Գյումրի գալը չոչ էին անում։ Բայց եկան Գյումրի, որոշեցին քայլել։ Ոնց որ թե քայլեցին։ Գյումրեցի կարող է հետևների ջուրեր եք լցրել։ Ձեզ մոտից սկսվել է, ձեր մոտ պիտի վերջանա։ Սա ամենալավ հնարավորությունն է։ Սա ոչ թե հնարավորություն, այլ մեզ շանս է տրված ԿՊ-ին հանենք մեր կյանքից, մեր յետագիտակցությունից։ ԿՊ-ն իմ համար շուշաթուղթ է։ Ինքը մեր գենը ամեն օր շուշաթղթում է 5000 հոգին, որ հիմա չեմ ուզում դա շահարկել, չեմ սիրում դա շահարկել։ Ոնց կարելի է դա մոռանալ։ Այն տղերքը վաղը միսը տքելու են մերեսին, վաղը միսը բոլորը գնալու եք այնտեղ, ինչ պիտի պատասխան տակ դրանց։ Մի խոսքով շատ բան կա ասելու, բայց միակ խնդրանքս 4-5 հոգին որ կան, ես համարում եմ, որ նրանք տղային ու ասելիք ունեն, որ տեսակներով ծախողություն, խնդրում եմ միացեք իրար։ Գիտեմ, ընդ 9 տեխնացուներ են, արդեն մի 5-6-ը, 4-ը արդեն գիտես ովքեր են, կամ ինչ նշանակում դուք ով եք, որ Գյումրեցուն առանց հարցնելու մերն ու ձերն եք անում։ Մեր Սարիկը, ձեր Լևոնը, լուրջ, դուք Գյումրեցին հարցնես, դու մերն ես, թե մերը չես։ Ձերը ո՞րն է, ձերի մեջ ձեր Լևոնը դու ինձ հարցնես, դու ոնց կարաս իմը լես, ձեր Լևոն։ Ձեր Լևոնը, դա Լևոն Բարսեղյանն եմ ասում, ձեր Լևոնը։ Այդ սիրուն սիմպաթիչնի սովորական Լևոնը, այդ տղեն, ձեր Լևոնը, ոչ։ Եվրո ժետոնների եւ այդ Արամ Սարգսյան, հա, ասենց ասեմ։ Բաբաջանյան, Խաչատրյան Տիգրան, դրանց Լևոնի մասնախոսքը։ Ոնց կարաս մերը լես։ Դու ոնց կարաս Գյումրեցուն լես, չնայած Գյումրիում ապրում ես։ Դա անցած է ճանապարհը նայ, մի խոսքով չեմ ուզում ոչ մեկին կպնեմ, բայց եթե ուզում եք միտեղ գնալ, պատրաստ եղեք դրան։ Դուք ձեր տեսակը ծախվող է, դուք չեք կարա։ Հիմա ովքեր որ միանան ԿՊ-ին, իմ համար դավաճաններ են։ Ու ես գիտեմ, արդեն այդ վերբովքեն հենց այնց առաջ է, 9 հոգին հենց այնց բերած որ ձեմ փախցնեն։ Գյումրեցի չթողեք, Գյումրեցի չթողեք, դա իմ խնդրանքն է, լուրջ եմ ասում, այս հնարավորությունը պետք չի մեր ծառից բաց թողնել։ Վաղը դրամարել եք մխկտալու, փոշմանելու, բոլորս։ Ես կարծում եմ արդեն մի շատ դաժան էջ թեթել ենք մեր կյանքից։ Մենք արդեն կորցրել ենք Արցախը ու սրանց պատճառով։ Եթե ԿՊ-ն ընտրվեց Գյումրիում, մենք թերթելու ենք մեր հաջորդ էջը։ Մեր մյուս ամենա ոչ պատպավոր էջը, լուրջ եմ ասում։ Խնդրում եմ չթողնեք։ Խնդրում եմ այդ քիշկել դնելուց առաջ 10 մինչև 10 հաշվեք ձեզ հասցրեք, հա թե չէ։ Ձեզնից շատ բան է կախված։ Դուք պետք է դառնաք վաղվա մարզերի համար, ովքեր վաղ միսուես ամեն ինչ տեղափոխվելու մարզեր։ Դուք պետք է լինեք օրինակ, Սարայեք օրինակ։ Ես կուզենամ, որ մեր մյուս հպարտ վաղվա օրը սկսվի Գյումրիից։ Ու ես գիտեմ, որ դա լինել է, որտեղ ես ձեզ բոլորիդ հավատում եմ։
Խոսքով տղեկ, ովքեր որ եկել են Գյումրում տեր կանգնել ու միանալ։ Այս ամբիցիաները թողեք արդեն, դրա ժամանակ անցավ։ Որորը մենք որոշեցինք իրար հետ միասին մի բան ուզել, դա լինելու է։ Առանձին չի լինելու։ Մի անգամ միացեք, դրա հաճույքը կստանաք, լուրջ եմ ասում։ Եթե իհարկե եկել եք որ Գյումրին տեր կանգնեք։ Ես Լևոնի ասելուց հետո ասելու բան չունեմ, ավելացնելու բան չունեմ, որտեղ մենք այս մասին շատ ենք խոսացել։ Շատ ենք խոսացել, արդյունքում գիտեք ինչ եք ունենալու, դրանց ընտրելու։ Այսպես եք ունենալու։ Պետք է ասի, իմ գործառույթը չի։ Գյումրին պահելը իմ գործառույթը չի։ Իրենց գործառույթը նապաստակի հայացքով փախնելն է պատասխանատվությունից։ Իսկ ես հարց եմ ուզում տամ, որ կինն է ուզում ապրի ամուսնու հետ, մեկի հետ, որը պատասխանատվությունից փախնում է միշտ, որը ոչ մի պատասխանատվություն չի ուզում վերցնել։ Որ ամուսինն է ուզում ապրի մի կնոջ հետ, որը բոլոր տեսակի իր պատասխանատվություններից է խուսափում, գցում է ուրիշի վրա։ Որ մարդը ընտանիք ամուսինները կուզենան երեխա ունենան, որը վառը ոչ մի պատասխանատվություն իր վրա չի վերցնելու։ Սա իմ գործը չի, իմ պրոբլեմը չի, ինձ բերել եք լույս աշխարհ, ինչ ուզում եք, ոնց ուզում եք, ինձ մարծրել լուծեք։ Ով կուզեր, որ իր ծնողները ոչ մի պատասխանատվություն վերցած չլինեին իրենց վրա, մեր բոլորի ճակատագրի համար։ Ով կուզեր դա, հիմա այս մարդիկ այդ տեսակն են, ով կուզի սրանց տա քաղաք, երկիր, պետություն։ Ես ուզեմ ուղղակի դրանց աչքերի մեջ մոտիկից նայել։ Իսկանը։ Սենց մեր քույրիկին գսենք։ Օր առաջ պետք է այս իշխանությունը հեռանա, որպեսզի մենք կարճել աթոռից եւ չեն հեռանում։ Դե առհասարակ իշխանությունը, ինչպես ասում են, քաղցր բան է, դա մեկ երկրորդն էլ վախի գործոնն էլ այդտեղ կա, որովհետեւ եթե նրանք որորը վայր դնեն լիազորությունները, պետքա կանգնեն դատարանի առաջ, որպեսզի պարզենք, թե ինչու մենք պարտվեցինք այս պատերազմը։ Փայլուն անալիզը, չէ՞։ Ով ասում է ժողովուրդը չի հասկանում ինչա կատարվում։ Փայլուն անալիզ։ Սրանց փրկությունը, ինչպես հիշում եք ասում է Արցախի ղեկավարությունը, Արցախը լուծարելու է հանձնելու Թուրքիին, որ խուսափի պատասխանատվությունից։ Սրանք էլ Հայաստանի Հանրապետությունը պետք է լուծարեն հանձնել Թուրքիին, որ իրենց թվում է կարող է խուսափել պատասխանատվությունից։ Փաստացի ոչ Արցախինը խուսափեց։ Եղացնել, որ փախել է Հայաստան, դա էլ վերջը չի։ Ոչ է սրանք են կարողանալու խուսափել։ Ինչու պարտվեցինք ձեր կարծիքով։ Դարձյալ իմ անձնական կարծիքով այստեղ նախ ցանկության բացակայություն է, այսինքն այս թրքասիրական պահը, որ ես տեսնում եմ այս իշխանությունների մոտ, դա կասկածի տեղիք է տալիս, էլի, այսինքն կար արդյոք հաղթելու ձգտում, թե զինվորի մոտ իհարկե կար, բայց իշխանությունների մոտ մի խոսքով ընդհանրապես չեմ վստահում։ Սա տարածված գիտակցություն է, այսինքն մի քիչ գիտակցություն ունեցող մարդու համար սա հասանելի եւ ընկալելի եւ արդեն տեսանելի իրականություն է։ Իսկ ով չի տեսնում, չի հասկանում, կամ վարձկան է, ես ասեցի այն կոլաբորանտներից է, կամ ուղղակի, ինչ ասեմ, բիոլոգիապես մարդ է, բայց կասկածելի է, մարդ է, թե չէ։ Եվ այսպես հասանք հիմնական թեմային, եւ այսպես ոչ ավել, ոչ պակաս Գոկոդ Երնուկյանը, Կարո Երնուկյանի եղբայրը, ինձ ու Վարդան Ղուկասյանն ասում է գործակալ եւ բանի տղեկ։ Ես չեմ ուզում սա բարձր ասեմ, որ մի խոսքով հասկացա։ Գոկոր, ես քեզ նույն բանը չեմ ասի, թե դու ինչի տղա ես։ Չեմ ասի, որովհետեւ տիկին Նավարդը կարգին կին էր։ Ես իա ձեռքի հացը կերել եմ։ Քեզ ուրիշ բան կասեմ, բայց այն ժամանակ, երբ որ տեսնեմ դիմացած կանգնած նայեմ աչքերիդ մեջ։ Ես քո նման ինտերնետում, հեռվից քֆուր տվող չէ։ Մանավանդ մի մարդու, որ ճանաչում եմ անձնպես։ Երկրորդ հարցը։ Ինձ այսօր շատ գրում են։ Ճիշտ է, որ գործակալ ես։ Ես մի քանի հոգի պատասխանել եմ, հետո հոգնեցի, հիմա սենց եմ ուզում բոլորի պատասխանեմ։ Ոնց հարց է առաջացել է իր մոտ։ Թո հարցնի Գոկոր Երնուկյանի, ասի
կարող ես ապացույց ներկայացնել, որ Վարդան Հակոբյանը, ես դոգի համար չեմ ասում, դոգը դուրս կգա իր աչոթները կուզի։ Պետք է հարցնեն, չէ՞։ Սա ինձ արդեն տասնյակ մարդիկ հարցրել են, այդ ուղարկել են, բաց բան կա։ Ես երկու հոգու պատասխանեցի, հետո հասկացա, որ այդքանին իմաստ չունի, հիմա բոլորին միասին եմ ասում։ Հարցնում եք Գոգոր Երնուկյանին, ինքը կարողանում է այդ ապացույցները ներկայացնել։ Դա երկու տարբերակ կա։ Կամ Գոգոր Երնուկյանը ներկայացնում է այդ ապացույցները, որ ես գործակալ եմ, կամ եթե ինքը տղա է, մարդ, ինքը այդ պատասխանը տալու չտալու պատճառով ինքը առնվազն գոնե պետք է իրան վնաս տա։ Օրինակ ճապոնացիները խառակիր էին անում։ Հա, երբ որ կորցնում են իրենց դեմքը, ճապոնացու հարցի լուծումը դա կորցրած դեմքը կորցրած ճապոնացի չէր ապրում, խառակիր էր անում իրան, էլ։ Իսկ ես ասում եմ, իսկ ես չեմ ասում դու ինչի տղա ես, ես դու իմ բանը չեմ կրկնի։ Ես ուղղակի կասեմ դու բեզաչոտ գյադա ես ուղղակի։ Մարդ, որի խոսքը արժեք չունի։ Դե դու հիմա պետք է ապացուցես, որ դու բեզաչոտ գյադա չես։ Այսինքն ասել ես, քո ասածը կշիռ ունի։ Ու այդ ապացույցը դու պետք է ներկայացնես, որովհետև գիտես, ինձ էս մի տարի է, ես ձեն չեմ անում, չնայած հազարներով հարց են ստանում, թե ինչի ես ընդհանրապես ԱԺԲ-ի հետ կապ չունեմ, իրենց մասին չեմ խոսում համարյա թե։ Մենք խոսում ենք իմ ընկերների մասին, ծառերի մասին, որոնք բանտում են։ Այնեք իմ ընկերներն են։ Իրենց մասին խոսում եմ, բայց կուսակցության մասին այդ շարժում բան, իմ անցած էտապա, ինչի չեմ խոսում։ Դե հիմա ես եմ հարցնում, քանի որ հազարներով են այդ ինչ ճանաչողները առնվազն, հա։ Իրենց մոտ էդի հարցը։ Հիմա այս հարցի պատասխանը իրանք պետքա ստանան։ Իրանք հարցի պատասխանը կստանան, դու տվել ես, չէ՞, պատասխանը, որովհետև ես գործակալ եմ դրա մոտ ձեր չփշում։ Ասենք, հիմա դու պետք է ներկայացնես դա, այդ բոլորին ապացուցես, որ դա տենց է։ Իսկ ես ասում եմ, արդեն ոնց է ինչը, դու ապացուցի, որ ես սխալ եմ։ Ես գիտեի, որ օրը գալու է, շատերը ինձանից նեղանալու են, որ ես գիտեմ մի բան, ինչով եք զբաղված դուք, ու ես չեմ ասում։ Հա, չէ՞ որ դες չի լինում, չէ՞ մարդը այս ամեն ինչի հիմնադիրն է, այս բեռը իր վրա տանում էր, հա, ոնց եղավ այդ վիրահատված, գիպսոտ ձեռը հասավ Լոս Անջելես, մարդ, ես որ սեփական շալվարս չէի կարողանում կոչկեի։ Ես այդ ձեռքով հասա Լոս Անջելես, դրամավակը անցկացրեցի, կրկնակի ավելի փող հավաքեցի ձեր համար, քան դուք ակնկալում էիք։ Հետո մտածեցիք դա ձեր շնորհքն է, այս տարի դուք նույնիսկ այդ թվին չհասաք։ Հա, իմ 200,000-ի հավաքած դիմաց $140,000 կարողացեք փող հավաքել։ Ձեզ թվաց այդ ամեն ինչը ձեր շնորհքն է։ Ձեր շնորհքն է։ Ու այդ ժամանակ, երբ որ ես էլ Լոս Անջելեսում էի, դուք բարոյականները արդեն զանգում եք Երևանից Լոս Անջելեսի թիմին ստիպելու, որ ընդեղից պահանջել, որ ինձ համարեն հայտարարեն թշնամի։ Երբ որ ընդեղից մարդիկ ասում են, այս մարդը նոր ստեղ էր, դուք հրավիրել եք, այդ մարդը ձեռով եկավ, այս ամեն աշխատանքը ձեր համար արեց, ոնց եք դուք մեզանից պահանջում, որ մենք հայտարարենք, որ դու թշնամի ես։ Ասեմ այդ զանգողն ով էր։ Այս ընկերները, որ իմացան, որ ես գիտեմ, զարմացան, ասում են, դու գիտես ու սենց հանգիստ ես, ասում, հա, ես գիտեմ ու հանգիստ եմ։ Ինչի, որովհետև ես չեմ դեղանում ոչ մեկից, ես հետևություններ եմ անում։ Ես եզրակացություններ եմ անում։ Ընկերներս այդ բոլորը գիտեմ, դες ինչի է թվում, թե այս ամեն ինչը սուպեր ձեր կոնտրոլի տակ է, ու ես անտեղյակ եմ ամեն ինչից։ Մոռացել եք, որ դրանք իմ ընկերներն են նույնպես։ Մոռացել եք, որ դրանց մեջ կարող կան բարոյական մարդիկ, որ կարող հարց տան։ Արալի մի վարքյան։ Ես մարդես կամ բանա ձեր համար անում։ Դուք Երևանից պահանջում եք, որ մենք իրան բան անենք, հետը մեջքից խփենք, բայց ես Լոս Անջելեսից դեռ օթանավաս օթի մեջ հələ Նյու Յորք չէի իջել, արդեն տարածվում էր։ 24 ժամ էր անցել ընդամենը դրամավակ։ Այս տարի ինձ հարցնում են, ինչի ես չեմ գնում դրամավակի։ Ուզում ասում Ժորժ ջան, ձեր եք առնում դուք ինձ։ Համոն ինչի համար։ Արեք, ձեր դրամավակն արեք, ձեր գովազդներն արի։ Ես թշնամի եմ, չէ։ Ես հայտարարված թշնամի եմ, ես հիմա էլ հայտարարված գործակալ եմ, ապացուցեք։
ապացուցեք, որ ես գործակալ եմ, թող իմ բոլոր հազարավոր ընկերներն են, որ հետևում են, չէ՞ որ այս հարցը հենց այս ամիս մենակ 3.200.000 մարդ է նայել այս ալիքը։ 3.200.000, գիտեք այդ ինչ թիվ է։ Հիմա 3.200.000-ը իրավունք ունեն իմանալու Վարդան Հակոբյանը գործակալ է, իրան արժի լսել թե չէ։ Այս հարցը կա, ես ինքս եմ հանրայնացնում, եթե ստատուսի մեջ կարող է 20-30 հոգի կարդացել կամ 200 հոգի, ես հիմա ասում եմ առնվազն մի քանի միլիոնի համար ասվել է, ես պատասխան եմ ուզում, եւ որովհետեւ ես ինձ լսողի հետ մաքսիմում անկեղծ եմ, եթե տես բան կա, ես ինքս եմ պահանջում դա ներկայացնեք, որտեղ 2 օր առաջ էլ քփաներ չէ իմ նկարագրել թուրքական դրոշի վրա։ Հիմա էլ մյուս կողմն է ինձ ինչ որ գործակալ ասում։ Թե մեկը fake age-ից էր, այս մեկի անազգաննով է։ Ընդ որում սա առաջին անգամ չի։ 2 տարի է, այստեղ են ինչ որ բոլոր տեղերում մտնում գրում է, ես ոչ մի անգամ այս թեմային չեմ անդրադարձել, ոչ մի անգամ չեմ խոսացել այդ մասին, բայց միշտ այդ screenshot-երը, որ ես ստացել եմ, ուղարկել եմ ձեր շեֆերին։ Ասել եմ, տղեկ, ես ինչ եք անում դուք։ Դուք հասկանում եք սրա հետևանքները։ Պատասխանը գիտեք ինչ է եղել։ Մենք իր վրա կոնտրոլ չունենք, ինքը մեր համաձայնությամբ չի ասում։ Դու ինչ անում ես, ճիշտ ես անում, դու արա։ Որովհետև դու միակ մարդն ես, որ բոլորի հետ կոնտրոլում, բոլորի հետ կոնտակտ ունի։ Բոլորի հետ, այսինքն ստեղ մի բան հատված կա, ընդհանրապես այս բանում էլի, հենց չգիտեմ շարժման մեջ, որ իբր ինձ քննադատում է, որ ես դոգի հետ կապ ունեմ։ Ես ձեզ ասում եմ ուղիղ, ես դոգի հետ միշտ կապ եմ ունեցել։ Ու դոգն էլ եկել է ԱԺԲ-ին օգնության, հենց ձեր խնդրանքով։ Եթե ես այդ կապը չլիներ, ինքը դա չէր անի։ Այդ ամեն ինչը կարգավորել եմ ես։ Ու այդ ամեն ինչը եղել է բաց։ Ու այն ինձ որ ասում են դու ճիշտ ես անում, մի լսի իրանց, բայց մյուս կողմից էլ այդ խավին, այն որ հրամաններով ասեն շարժումը, ասում են ինքը մեր թշնամիների հետ կոնտակտի մեջ է, բան արեք, կրակեք իր վրա, խփեք իրան։ Ես դավաճանություն չեմ ներում։ Ես փորձել եմ մի քանի անգամ ասեմ, արա ես գիտեմ ինչ եմ անում։ Եվ ընդհանրապես ես եմ որոշում ես ինչ անեմ։ Բայց այս այն ինչ որ ես անում եմ, հա, մեր ընդհանուր պայմանավորվածությունների շրջանակներում է։ Ու այն մարդկանց որ դուք թշնամի եք կոչում, իբր ինձ են մեղադրում եք, որ ես դրանց հետ շփվում եմ։ 2-3 օրը վազելով ձեր եթերներին եք կանչում այդ մարդկանց։ Ես իրանց չեմ ուզում ասեմ, որ այդ մարդիկ վաղը ձեզ տենալու չթքեն ձեր երեսին։ Ասեն չհասկացա։ Մեր հետևից ասում եք, սրանք գործակալ են ու մեզ հրավիրում եք ձեր ուղիղ եթերներին կամ հյուզ են մոտ։ Դուք ինչ կարգի բարոյականություն ունեք արա։ Ես մարդից այստեղ եմ ձեզ խնայում։ Խնայում եմ, որ այդ գոնե եղած 2-3 հոգանոց կոնտակտներն չկորի։ Ինձ մի բան արեք, որ ես հրեմ ամեն ինչ սեղանի վրա։ Թե ով էր Երևանից զանգում Լոս Անջելես ասում էր ընդեղից մենք չենք ուզում անենք, մեր ձեռով չլինի, թող ձեր ձեռով լինի։ Ընդեղ էլ բարոյական մարդիկ ասին, արա ես սուր ենք ընկել։ Թողին ու գնացին։ Դա պետք է կես եկեղը։ Ես չեմ դարդանում այս ամեն ինչի համար, ես որտեղ դու գիտեք իմ նշանաբանը, ես չեմ կարող մի տեղ լինեմ, որտեղ ամենակարևոր պայմանները տարական պայմաններ էլի, բարոյական, բաց թափանցիկ, չի պահվում։ Ես ինչ արել եմ, ինչ անում եմ, դա լրիվ էթիկայի, տարական, մարդկային շփումների, հարաբերությունների, կարգ ու կանոնի շրջանակներում է։ Այն ինչ որ ինձանից դուրս է արվում, ինձ դա չի վնասում, դուք ձեզ եք վնասում, հասկանում եք, որովհետև ես ոնց կամ դες գնացել եմ, ինչի մեզ ասես ես չմեղադրվեցի, որ ես ԱԺԲ-ով եմ մարդ դարել, այս կանալը ԱԺԲ-ով աճ է, այս կանալը որ կար, ԱԺԲ չկար հələ, այդ տգետներ, չկար, հակ ավելին ասեմ, անցած տարի ժամանակ ես 35,000 ունեի ընդամենը հետևող, հիմա 90,000-ից ավել է, ես մի տարուց ավել ԱԺԲ-հետ կապ չունեմ, անցած տարի դուք $200,000 հավաքեցիք, այս տարի 140, դուք իմ հետևից ինչ եք ընկել, չի կարում ձեզ համար, առանձին ապրեք եք, դուք հարմարվեք այդ մտքի հետ,
որ ես ինքնուրույն մարդ եմ, կուզենամ Վարդան Ղուկասյան կպաշտպանեմ ու լավ եմ անում պաշտպանում եմ։ Նորից եմ անելու։ Ինչ ճիշտ եմ գտնում, ես այն արել եմ միշտ ու անելու եմ։ Ով իմ պաշտպանության կարիք ունի, ու դա չի հակասում իմ բարոյական սահմաններին, սահմանումներին, ես դա արել եմ ու անելու եմ։ Դա լավ լինի ձեր համար, վատ լինի ձեր համար։ Ես եմ իմ գործողությունների պատասխանատու։ Ես որ գիշերը գնում եմ քնելու, այսօր կնոպկեն սխում անջատում եմ ու գնում եմ քնելու։ Ես մնում եմ ինքս իմ հետ։ Ես ինքս ինձ եմ աչոտ տալիս։ Ինքս ինձ եւ իմ ընտանիքին, որ կողքս է, որ լսում ես ամեն ինչը, տեսնում է, իմ ընկերներն են տեսնում, իմ ընտանիքն է տեսնում։ Ես իրանց եմ աչոտ տալիս։ Ու ես չեմ կարա հարմարվեմ ինչ որ մեկի ճաշակետ, մանավանդ որ իր ճաշակներ չի, իրեն զանգել են Երևանից ասել են, այսօրվանից դու ես մտածում, ինքն ասում է հա։ Մեկը նույնից եմ ասում, այն ինչ որ գնացել է, ներում, բեկում, հետդարձ, բան չկա, իմ մոտ մի դավաճանությունը չի ներվում։ Ես ուղղակի ուզում եմ ձեզ բոլորին ասեմ, այն ինչ որ ես արել եմ, այն ինչ որ ձեզ ասել են, խաբել են ձեզ։ Իմ բոլոր գործողությունները եղել է համաձայնված ընդհանուր համաձայնության մթնոլորտի մեջ։ Ես չեք հավատում Արա Պապյանին հարցրեք, չեք հավատում Ժիրայր Սեֆիրյանին հարցրեք։ Չեք հավատում հարցրեք։ Իսկ ինչ վերաբերում անցած տարվա այս ընտրություններին, իբր ես խառնել էի, դուք երևի մոռացաք։ Այս եթերում հարցազրույցը Գարեգին Չուքազիզյանի հետ, որ վերջում ինքնատես կներեք մենք ձեզ սխալ էինք հասկացել։ Չնայած մեռա բացատրելով տարբեր ֆորմատներով, որ սա ապագա կառավարության ընտրություններ չի, մենք կառավարություն չենք նշանակում։ Էլի եմ անելու այդ ընտրությունները։ Էլ եմ անել ուրիշ ֆորմատով։ Ով ուզում է գող լինի, ով ուզում է դժգոհ լինի։ Ես գտնելու եմ ձևը ճիվաղին կանգնացնելու։ Ես ոչինչ չեմ ասում, ինչի տապալեցիք այդ ընտրությունները գնացիք մտակ Բագրատի թևի տակ։ Դա ձեր գործն է։ Ես այդ հարցերի մեջ չեմ մտնում։ Քաղաքական հետևանքներն է դուք քաշեցիք, այսինքն դուք մենակ դուք չէ, ամբողջ երկիրը։ Ես սա է առաջարկում, դուք կարող եք մաքսիմում չընդունել, բայց ոչ թե տապալել ամբողջ գործընթացը ու թշնամանալ մարդկանց հետ։ Ինչ որ է։ Ո՞ց եմ ասում, մոռացեք ու հարմարվեք։ Հարմարվեք նո, դուք չեք կարող ես ոչ մի բան թելադրել։ Բացառվում է։ 90,000 հետևորդ ինձ լսում է մենակ նրա համար, որ կարող է իմ հետ համաձայնել չի։ Կարող ամեն ինչ չի, որ իմ հետ կիսում է։ Բայց վստահ մի բանի վրա, որ ես իրեն չեմ խաբել։ Սա եղել է ու ոչինչ չի կարա փոխվի։ Վերջում ես մի հատ բան եմ ուզում դες ցույց տամ։ Սենց ուղղակի համընկավ էլ ես չեմ կարա ցույց տամ սա ձեզ։ Լսեք։ Հայրիկ բառը, սուրբ բառը։ Նորից Ճգնավորյանն է։ Ես չեմ ասեմ հիմա ցույց տալու։ Երեք համերգ ունեցել օպերայում։ Չեք հավատում, չգիտեք ով եմ ես, նորից Ճգնավորյանն հարցրեք։ Ինքը կասի ով եմ ես։ Ես առաջի ապստամբությունը իմ կյանքում որ եղել է մարդու դեմ։ Ես իր աշխատողն եմ եղել, իր մոտ էի աշխատում, ֆիլհարմոնիկ 23 տարեկան տղա է։ Առաջի ապստամբությունս եղել է իր դեմ։ Ինքը մեծ մարդ է։ Ինքը դες կասի, Խելար Վարդան ինքը շատ է սիրում ինձ, ես էլ իրան։ Դες մի խոսքով, այն կարգի, որ ես եւ մի քանի երաժիշտներ հատուկ Վազգեն Սարգսյանի ստորագրությամբ մենք թուղթ ունեինք մոտներս, որ ամեն անգամ ես բռնում էին, երևի հիշում եք պատերազմի ժամանակ, մետրոներից, տրանսպորտից, փողոցներից հավաքում տանում էին ճակատ։ Ամեն անգամ ես որ բռնում էին, մենք ցույց էինք տալու, որ Վազգեն Սարգսյանը անձամ, որ այս տղեկը մեզ պետք են։ Այս տղեկը Երևանում եւ արտասահմանում էս ամբողջ էս պրոպագանդայի համար, հիմա դուք կլսեք այդ պրոպագանդան։ Պետք են իրանք մեզ։ Ինքը ես իր դեմ ապստամբեցի, ես իր հետ հարց եղա մեր մեջ, ես
ես կուլ չտվեցի վիրավորանքը։ Գիտեք ինչ արեց։ Ես մտածում եմ վերջ, պետք է թալմացվեր, ոնց որ մի խոսքով է թուղթը։ 6 ամիսը մեկ է թալմացում է թուղթը, էլի։ Այդ թալմացնելու ժամանակն էր։ Ինքը թալմացեց այդ թուղթը ու բերեց տվեց ձերս։ Ինքը ինչ չպատժեց, ինքը ասեմ չեք հավատ, չգիտեք ով եմ, ես իրեն հարցրի։ Ինչ սապստամբեմ եղել ամբողջ կյանքով։ Իմանալով հանդերձ, որ ես հիմա իր այդ դեմը կապստամբեմ, 23 տարեկան էի, ամուսնացած երեխաներ ունեի, որ ինձ կտանեն, բան Արցախ կռվի։ Մեկը իմ ճշմարտության համար ես խնդիր չունեի։ Ինքը ասում եմ ինչ արեց։ Շախ ու մատ։ Արի գիժ ջան, արի խելա։ Վազգեն Սարգսյանը կողմ բաները սովորել է։ Ես մեծ տվեցին, էլի մենք գնում գալիս էին գործի։ Ու վերականգնեց ինձ աշխատանքի։ Հասկացաք, իսկ դուք ընկել եք ինչ-որ բան, ինչ-որ ինձ վախեցնելու, չգիտեմ ինչ-որ շանտաժի անելու ձև եք, մեկը Թուրքիայի դրոշի վրա է նկարած դնում, մեկն ասում է գործական, հա լավ ես անում, ասում ես գործական, վաղն է մյուս օրը պատասխան եմ սպասում, ու եթե պատասխանը չեղավ, ես ասում եմ, ես հիմա ինքնից ասում եմ դու ով ես, հա, արժե զրկված, մարդ, որի խոսքը արժեք չունի, ապացուցի, որ ես սխալ եմ, ես սխալ եմ, դու ճիշտ, ես էլ գործական եմ։ Թող հազարավոր, միլիոնավոր մարդիկ էլ դրա մասին իմանան։ Իսկ հիմա տեսնենք ինչ անում գալիս է։ Մութ, սուրտ, ոչ միտեղ ոչ իման չէր աշխատում, մենակ ֆիլհարմոնիկներ աշխատում։ Մենք շաբաթը մեկ ամերիկ ունեինք, լուրջ ծրագրեր ներկայացնելուց հետո անպայման վերջում ժողովրդի ոգին պահելու համար ցած բաներ ենք նվագում։ Մարդիկ սկսեցին սովորել Բրամս լսել, Չայկովսկի լսել, բայց գալիս են այս ռեպերտուարի համար, գալիս էին լսեին անեկդոտի համար, նույնիսկ այդ ժամանակ անեկդոտ կար, Լորիս Ճգնավորյանը այնքան անեկդոտ էր պատմում, անեկդոտ կար այն ժամանակ, ասում եմ մեկը ուշացած գալիս է, չի կարողանում ներս մտնել, Տոմս Սավաճարին հարցնում է, իսկ գիտեք այսօր Լորիս Ճգնավորյանը ինչ անեկդոտ է պատմում։ Ոնց մենք ամեն ինչի մեջով անցել ենք։ Մենք գիտեինք այդ մարդկանց ոնց բերել տաքանալու, ոնց բերել Բրամս, Չայկովսկի լսելու, վերջում էլ հայրենասիրական երգերը լսելու, ամեն ինչի մեջով մենք անցել ենք։ Կրև տալով, իրենց նեղանալով, հետո բարիշելով, բայց միշտ բոլոր հարաբերությունների մեջ պահել ենք ամենակարևորը՝ բարոյական սանդղակը, որովհետև որ պահին այդ բարոյական սանդղակը քանդվեց, դտակը բան չի մնում։ Բան չի մնում ուղղակի։ Այսօր համար այսքանը, լավ մնացեք։